Բողոքի նախորդ ակցիայից մեկ շաբաթ անց Հայաստանի կոնյակագործներն ու գինեգործներն այսօր կրկին Երևանում Վրաստանի դեսպանատան մոտ էին հավաքվել։ Ասացին դեսպանատնից պատասխան չեն ստացել, թե ինչու է Հայաստանից Ռուսաստան կամ Մերձբալթյան երկրներ արտահանվող իրենց ալկոհոլային խմիչքը շաբաթներով կամ ամսով ստուգվում վրացական մաքսակետում։ Լավ, նմուշարումը վերցրեցիք, իհարկե ըստ մեզ, ինչքան որ տեղյակ ենք, իրանք իրավունք չունեն նմուշարում վերցնելու։ Ինչի չեք սահմանել մի կետ, որը որ նմուշարումից քանի օր հետո կարող եք բաց թողել ապրանք բեռնատարը։ Այսինքն վերցրել են նմուշարումը եւ անժամկետ պահել են բեռնատարները։ Գործարանը տուժում է։ Կոնյակագործությամբ ու գինեգործությամբ զբաղվող ընկերությունների աշխատակիցներն ասում են, առաջին անգամ է վրացական կողմն այսպիսի խնդիրներ ստեղծում։ Չեն հասկանում, եթե իրենց ապրանքն այնտեղ չի վաճառվելու, ինչու է Վրաստանը որոշել խմիչքի որակը ստուգել։ Այդ ընթացքում իրենք ռուս գործընկերների հետ կնքած պայմանագրային ժամկետներն են կորցնում։ Հայկական խմիչքի համար նախատեսված դարակաշարերն ասում են ադրբեջանականով է լցվում, աշխատակիցները կրճատման վտանգի առաջ են կանգնում։ Ինչքան ձգվեց, այնքան էլի եմ կրկնում, նախորդ անգամ էլ եմ ասել, աշխատատեղերի, աշխատավարձերի կրճատումներ է տեղի ունենալու։ Իսկ մեր գործարանը ունի 500-ից ավել աշխատող։ Մի քանի շաբաթ է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տարբեր առիթներով ընդունում է, որ խնդիր կա, բայց եւ պնդում է, թե պատճառներն իր համարել են անհասկանալի։ Հայաստան այցելած վրացի պաշտոնյաների հետ քննարկել է հարցը։ Անցած 5 շաբթի չէր բացառել, որ գուցե առաջիկայում ինքն էլ Վրաստան մեկնի, նաև այս խնդրի հետքերով։ Նախարարի մամուլի խոսնակն այսօր ասաց դեռ չի գնացել, իսկ նախարարությունն ամենօրյա ինտենսիվ աշխատանքներ է կատարում հարցի կարգավորման համար։ Բայց թե ինչ աշխատանք է իրականացվում ու ինչու է վրացական կողմը խնդիրներ ստեղծում, այսօր էլ նախարարությունից պատասխան չստացանք։ Ալկոհոլ արտադրող ընկերությունների աշխատակիցները անհանգիստ են, խմիչքը պետք է տեղ հասնի, վաճառվի, որ իրենք էլ աշխատավարձ ստանան ու ապրեն։ Վարչապետը ասում էր, որ մենք պետք է турքեր վճարենք եւ այլը, հայտարարագրեր գրենք, որտեղ գրենք եւ ինչ գրենք։ Եթե աշխատանք չունենք։ Վրաստանի ֆինանսների նախարարությունն օրերս հերքել էր տեղեկությունները, թե իրենք ուշացնում են հայկական կոնյակի եւ գինու առաքումները։ Ստանդարտ մաքսային ընթացակարգեր են գործում, ընդգծել էին Թբիլիսիից։ Arcon Trade ընկերության հիմնադիրն էլ հարցնում է, իսկ ինչպես եղավ, որ Երևանում Վրաստանի դեսպանատան առջև նախորդ շաբաթվա բողոքի ակցիայից հետո միանգամից 20 հայկական բեռնատար են թույլ տվել անցնել, բայց հաջորդ խմբականակն ասում է նորից անժամկետ կանգնեցրել են։ Ասած առաջին անգամ են տարանցիկ երկրում նման խնդիրների բախվում։ Սա է սովորական ընթացակարգը, հարցնում է։ Բայց մեքենաների պրաստոյի կոչեցյալը, որ ընդ պարապորտի են մատնված, որը օրական $100 համարժեք գումար է, դա ով է փոխհատուցելու մեզ։ Կամ արդյոք դա ստանդարտ մաքսային գործընթաց է, երբ որ տրանզիտ բեռերը բոլորը անխտիր անցկացվում են որակի հետ կապված որոշակի փորձաքննության։ Եթե ման են գալի կոնտրաբանդա, մաքսանենգության դեպք են փնտրում, այդ դեպքում թող խուզարկեն մեքենան բաց թողել։ Մնացածը արդյոք իրանց գործն է, թե ոչ։ Բողոքի ակցիային միացած գործատուների Հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով Հայաստանում Վրաստանի դեսպանությունը ոչ մի մանդատ չունի խնդիրը լուծելու։ Սա պետական մակարդակով լուծվող հարց է, ասաց նա։ Ըստ Մակարյանի, այն ինչ տեղի է ունենում Վրաստանի անցակետում, հակասում է առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին։ Ասում է, տրանզիտային բեռները պետք է հանգիստ տեղաշարժվեն Վրաստանի տարածքով։ Վրաստանը խախտել է բեռնափոխադրումների ազատ տեղաշարժման իրավունքը եւ զարմանալի է, որ մեր համապատասխան պետական մարմինները եւ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը առևտրի համաշխարհային կազմակերպությունում չի դիմում դեռևս այդ դժգոհությունը արտահայտելու համար։ Մակարյանը նշեց, Վրաստանի տնտեսությունը Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցության տակ է։ Հայաստանը սա հաշվի առնելով պետք է վրացական կողմի հետ քննարկումներ սկսի։ Վրաստանը կարծում եմ, որ հաճոյանալու համար նաև փորձում է թուրք-ադրբեջանական այդ երկօրյակային զույգին հաճոյանալ, եւ երկրորդը Վրաստանը արտահանում է մոտավորապես $250 միլիոն գինիներ եւ կոնյակ։ Կոնյակը ընդամենը կազմում է 1.5 միլիոն շիշ, շատ փոքր թիվ։ Հայաստանի արտահանման ծավալը կոնյակների կազմում է 20-25 միլիոն շիշ, այսինքն թվում է, թե շատ փոքր թիվ է, բայց Վրաստանի այս գործելակերպը եւ առավել որ նա վերցնում է մեր արտահանողների փաստաթղթերը ուսումնասիրում է, նա տեսնում է կոմերցիոն գաղտնիքները, որ ռուսական ընկերությանն է վաճառվում, ինչ գնով է վաճառվում, ինչպիսի բաղադրություն ունի տվյալ կոնյակը, որը վաճառվում է այդ գնով։ Եվ այդ ամբողջ ինֆորմացիան ես ենթադրում եմ, որ վաղամիսօր փոխանցելու են իրենց կոնյակագործներին եւ փորձել են այս շուկան խաթարելով գրավել այս ճանապարհ։ Սա տերրոր է, տնտեսական տերրոր է ուղղակի Հայաստանի կոնյակագործության հանդեպ։
Այսօր դեսպանատուն հանդիպման մտած մասնակիցներից երկուսը դուրս եկան ու իրենց ծափերով դիմավորող հավաքվածներին փոխանցեցին, ուրախանալու ոչինչ չկա։ Հանդիպեցին կոնսուլի հետ եւ մի քանի աշխատակցի հետ, իրանք ոչ մի պատասխան մեզ չտվեցին, ասեցին, որ փոխանցել են խնդիրը Վրաստան, մեկ էլ ասեցին գնացեք դատի տվեք։ Գնացեք Վրաստանում վրացիներին դատի տվեք։ Իրենք ասեցին։ Այո։ Կոնկրետով էր։ Մենք կոնսուլի հետ ենք խոսում։ Այսօր մի քանի անգամ կարճ ժամանակով փողոց փակած ակցիայի մասնակիցներն ընթացքում պահանջում էին, որ նախ դեսպանատան աշխատակիցը դուրս գա իրենց հետ խոսի, հետո կառավարության ներկայացուցիչն իրենց հետ հանդիպման, հետո կառավարությունից որևէ ներկայացուցիչ իրենց մոտենա։ Բայց որոշ ժամանակ անց երթով շարժվեցին դեպի կառավարություն, կեսից դադարեցրին երթը։ Ազատությանն ասացին, կառավարությունից խոստացել են իրենց հարցերին վաղը պատասխանել։